Ռուբեն Վարդանյանը ՄԻՊ-ին ուղերձ հղեց եւ հարցեր ուղղեց, արդյոք քննարկվում են Բաքու պաշտոնական պատվիրակություն այց կազմակերպելու հնարավորությունը եւ մի քանի այլ հարցեր։ Սակայն ՄԻՊ-ից պատասխան հնչեց, որ նախ առաջինը իրենք զրույց չեն ունեցել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, սակայն Ռուբեն Վարդանյանը նշել էր, որ իրեն ասել են իրենք քննարկումներ են ունենում։ Եվ նշել էր, որ ՄԻՊ-ը կարող է միայն Հայաստանի տարածքում իր գործունեությունը ընդլայնի շարունակի, սակայն Հայաստանից դուրս ոչինչ չի կարող անել։ Դուք կիսում եք Վարդանյանի մտահոգությունը եւ հայկական կողմում չկա բավարար նախաձեռնողականություն գերիների հարցում։ ՄԻՊ-ի արձագանքը ձեզ հիմնավորված է։ Նախ նշեմ, որ մի խումբ հարցեր են բարձրաձայնվում, որոնք փոխկապակցված չեն եւ ունեն նաեւ ինքնաբավություն եւ կարծում եմ պետք է արձագանքնել առնչվի յուրաքանչյուր հարցադրմանը։ Այստեղ կա մի խնդիր, որը կապված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի Բաքու այցելության հետ։ Կա խնդիր, որը կապված է հենց երաշխիքի իրացման հետ, դա փակ հաստատությունում գտնվող անձանց ընտանիքի անդամների հետ տեսակցելու իրավունքն է, որը երաշխավորված է եւ որը պետք է ապահովի ցանկացած գնով։ Հարցը թե առհասարակ ինչ քայլեր են ձեռնարկում Հայաստանի Հանրապետության իշխանությունները գերիների ազատ արագ անպայման վերադարձը կազմակերպելու նպատակով։ ՄԻՊ-ի այցելության մասով պետք է գանք նպատակից։ Նման այցելություններ միջազգային պրակտիկայում կան տարբեր համագործակցության ձևաչափերով, օրինակ հիշարժան օրերին հնարավոր է, որ միջոցառումներ նվիրված լինեն ՄԻՊ-երի հիմնադրման տարելիցներին եւ գործընկերները այցելեն։ Կամ ՄԻՊ-երը կարող են համատեղ ծրագրեր իրականացնել միջազգային գործընկերների հետ եւ փոխադարձ այցեր լինել։ Սակայն հաշվի առնելով հայ-ադրբեջանական կոնտեքստը, կարծում եմ ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա նպաստելու մարդու իրավունքների խախտումների վերացմանը այդ այցելությունների միջոցով, այլ ոչ թե իր ներկայությամբ լեգիտիմացնի կամ բարձրացնի ադրբեջանական ՄԻՊ-ի հեղինակությունը, որը ի դեպ շատ ցածր է եւ մենք գործ ունենք երկու տարբեր կարգավիճակ ունեցող հաստատությունների հետ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, որը ունի A կատեգորիա եւ համապատասխանում է անկախության չափանիշների, եւ Ադրբեջանի պաշտպան, որը ունի B կատեգորիա եւ չի համապատասխանում անկախության չափանիշների եւ ենթարկվում է գործադիր իշխանության ազդեցությանը։ Հիմա ՄԻՊ-երը հանդիսանում են նաեւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմներ, բայց սեփական երկրի սահմաններում դրանցից դուրս կարող կրկին նպաստել խոշտանգումների կանխարգելմանը, եթե ներգրաված են միջազգային հարթակներ, օրինակ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը, Եվրոպական կոմիտեի եւ եթե հրավեր տեղի ունենար հենց այս կոմիտեի հարթակով, ՄԻՊ-ի այցելությունը կարողանար հաստատավորել հայ գերիների վիճակը, նրանց կյանքին առողջության սպառնացող հանգամանքները եւ դրա հիման վրա կարող էին ներկայացվել զեկույցներ, այդ թվում Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ հրապարակային զեկույցներ, ինչը կնպաստի։ Սակայն եթե շրջանցվում են այս ձևաչափերը եւ հանդիպումը ընդհանրապես պետք է գրի երկկողմանի բնույթ, որտեղ գնահատական ձևավորելու եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ մենաշնորհը կրում է Ադրբեջանի ՄԻՊ-ը, կարծում եմ սա որևէ օգտակարություն չէր կարող ունենալ։ Հիմա անդրադառնամ դրա համար այս մասով ես ամբողջովին կիսում եմ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի դիրքորոշումը եւ կարծում եմ, որ այլ մոտեցման պարագայում հակառակ էֆեկտները կարող էին առաջանալ եւ բազմաթիվ մանիպուլյացիաների սոխ կարող էին դառնալ թե ինստիտուտները եւ թե գերիները, որոնց առաջնահերթ խնդիրը ազատ արձակումն է եւ մեխանիզմների ստեղծումը չի կարող ուշացնել կամ հետաձգել նրանց ազատ արձակման հարցը
որ հայկական կողմը հարմարվողականություն ցուցաբերի այս իրավիճակին եւ բավարարվի նրանով, որ առանձին դրվագներով տեղի են ունենում այցելություններ կամ երկարատև բանակցություններից հետո, չգիտեմ, տարին մեկ կտրվածքով Կարմիր խաչը կարողանում է այցելություններ ունենալ։ Չպետք է մոռանալ, որ մենք այստեղ գործ ունենք ապօրինի բանտերում պահվող հայերի հետ, որոնց խնդիրը հենց ազատ արձակումն է։ Հիմա անդրադառնամ երկրորդ հարցին, արդյոք ընտանիքները պետք է այցելեն։ Այստեղ այլ տեսակետ չի կարող լինել, սա իրավունք է։ Եվ բոլոր այն պարագայում, երբ ընտանիքի անդամները արտահայտում են կամ արտահայտություն, պետությունը պետք է ապահովի։ Իհարկե, առաջին հասցեատեր պետությունը այստեղ է, սակայն չմոռանանք, որ ընտանիքները զրկված են Ադրբեջան այցելելու եւ այնտեղ իրենց հարազատներին տեսնելու հնարավորությունից, քանի որ կան չլուծված խնդիրներ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, որը ազդում է նրանց իրավունքների իրացման վրա։ Հարաբերությունների բացակայությունը զրկում է վիզաներ ստանալու հնարավորությունից կամ խաղաղության չհաստատված հաստատքների արկայությունը զրկում է այլ հեշտացված ընթացակարգերով սահման հատելու հնարավորությունից եւ հայ ընտանիքները առանց Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնատար անձանց աջակցության ուղղակի չեն կարող իրացնել իրենց իրավունքը։ Այստեղ կարևոր է ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների գործողությունը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները եւ որևէ կողմի անգործությունը խախտում է իրավունքը եւ այստեղ հասցեատեր իրավունքի խախտման կարող են լինել երկու պետությունները եւ մենք արդեն ունենք նաեւ նախադեպ, երբ հասարակության ներկայացուցիչները կարողանում են այցելել, նշանակում է, որ երկում հարաբերություններում կամ գործող որի շնորհիվ հնարավոր է լինում անվտանգային խնդիրների լուծմամբ եւ նաեւ վիզայի հարցերի կարգավորմամբ ապահովել փոխադարձ այցելություններ։ Եթե նման մեխանիզմ կա եւ այդ հնարավորությունը ընձեռնում են քաղաքասարակության ներկայացուցիչներին, որևէ բացատրություն չի կարող ունենալ մադրումը գերիների հարազատների եւ ցանկացած անգործություն այդ առնչությամբ կարծում եմ անթույլատրելի է, ուղղակի կրկին պետք է հասցեական լինել, թե որ պետական մարմնի իրավասությունների տիրույթում է գտնվում խնդիրը, կախված թե ինչպիսի վարքագիծ ձևավորեն պետական մարմինները, կարծում եմ այստեղ կարող է անելիքներ ունենալ նաև մարդու իրավունքների պաշտպան, օրինակ եթե վիզաների հարցում աջակցող չի արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունը կամ անվտանգային հարցերի ապահովման հարցերում այլ պատասխանատուները, ապա այս անգործությունը հասկանալի է, որ պետք է նաև հայտնի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Եվ իհարկե կա երրորդ հարցը, որ առհասարակ ինչ գործողություններ են իրականացնում պետական մարմինները, հիմնական ծառաբեռնվածությունը հանրային քննարկումներում թողնում են քաղաքական ճանապարհով հարցի լուծմանը, որտեղ չկա թափանցիկություն, թեև բազմաթիվ անգամ վերահաստատվում է, որ դրանք քննարկվում են խաղաղության համատեքստում, այլ երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերով, սակայն հասարակության համար դա չափելի չէ, քանի որ առանց թափանցիկության եւ մանրամասների բարակայնացման հնարավոր չէ գնահատել այդ ջանքերի արդյունավետությունը։ Առնվազն հասարակության տեսանկյունից, իրավապաշտպանների տեսանկյունից կա մեկ անթույլատրելի բացթողում, որի մասին մենք խոսել ենք եւ խոսում ենք, հյուպատոսական այցելություններ չիրականացնելն է, որը Հայաստանի Հանրապետության իրավունքն է իր քաղաքացու հանդեպ եւ այդ իրավունքը կարող է իրացվել նաեւ միջնորդավորված, եթե կան այլ արգելքներ, ինչպիսին է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Մեծ համար չկա անկալելի որևէ բացատրություն, թե ինչու առ այսօր բացարձակ արտաքին աշխարհից մեկուսացվածության պայմաններում հյուպատոսական այցելություն օտարերկրապետությունների աշխատակիցների միջոցով չի ապահովում հայ պատաններին, որում այս հյուպատոսական այցելությունները նաև ընթացիկ խախտումների վերացման կարևորագույն միջոցներ են։ Օրինակ, մենք բարձրաձայնում ենք, որ դատավճիռները առ այսօր չեն տրամադրվել, որը մարդու իրավունքների խախտում է, իրենց ներպետական դատավարական օրենսգրքերի պահանջների խախտում է, եւ եթե այս հյուպատոսական այցելությունը լիներ, ապա դիվանագիտական խողովակով խնդիրը կարող էր ներկայացվել եւ տեղում ստանալ իր արագ լուծումը։ Նույն կերպ կարելի էր բարձրաձայնել կրկին այդ դիվանագիտական խողովակներով ընտանիքի անդամների հանդիպումների սահմանափակումները եւ հասնել դրանց լուծման, փաստաբանների հետ հանդիպումներ, բացի այլ խնդիրներ, որոնք առկա են։
Եվ սա իմ գնահատմամբ հստակ ցուցիչ է, որ կան բաց թողումներ եւ պետությունը, հանրային իշխանության մարմինները պետք է ավելի հետևողական եւ թափանցիկ գործողություն անցնեն ազատ արձակման ուղղությամբ։